Այդ իրենց պրայմերիզ, դասական որևէ բանի պրայմերիզի չի համապատասխանում, որտեղ մենք չգիտենք, օրինակ այդ առաջի 50 տեղում հայտնվածներից որևէ մեկը որ ծրագիր է ներկայացրել։ Օրինակ չգիտենք էլի ինչ չափանիշով քաղաքական էս 50 ընտրվեցին, այն մյուս 50-ը հաջորդ։ Ռիլներ էին նկարում իրենց Հիմա տեսեք, օրինակ Անահիտ Ավանեսյանը, որը կանանց մեջ կարծեմ ամենառեյտինգայինն է, չկարծեմ չէ, վստահաբար, ընդամենը մի թե 2 ամիս առաջ ԿՊ վարչության ընտրությունում ձախողվեց։ Ինչ ընտրվեց ԿՊ վարչության։ Բուխարենը հետո պարեց Նիկոլ Փաշինյանը։ Ահա, այսինքն այդ այնքան էլ ժողովրդավարության դրսևորում չի, շնորհակալություն։ Այսինքն ինչքան մտնում են Փաշինյանի օրակարգերի մեջ, նույնիսկ եթե կրկեսի ծաղրացուպտի դառնան կամ մի հատ շոուի պարուհի, դա է գնահատվում ոչ թե մերիտոկրատիան կամ քաղաքական որակները կամ մասնագիտական որակները, որտեղ նույն այդ տիկինը երևի ամենաձախողված նախարարներից մեկն է, եթե ոլորտին դիտարկենք ու բարեփոխումների ընթացքին։